Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Արդյոք կհեռանա կաթողիկոսը թե ոչ։ Գիտեք, կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու։ Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ որ շրջանակներ, այդ թվում նաև կասկածելի շրջանակներ, որոնց եկեղեցու պատկանելությունը խիստ տարակուսելու է, այդպիսի օրակարգ են առաջ մղել։ Չի կարող հեռանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել եպիսկոպոսներ, 10 եպիսկոպոսներ։ Կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը։ Եվ ազգային եկեղեցական ժողովի որոշումից դուրս կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որ ինքը պետք է հեռանա, դա ավելին չի լինի, քան դասալքություն։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ, եւ կաթողիկոսը ինքը բազմաթիվ անգամներ այդ մասին նշել է, եւ ես վստահ եմ, որ կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացվի, չի կարող կայացվել։ Կաթողիկոսը ունի եկեղեցու եւ եկեղեցուն պատկանելության բարձր, չափազանց բարձր գիտակցություն։ Խնդրում եմ հերթականությունը պահենք, հա։ Գիտեք, հիմա ձեր հարցին պատասխանելիս մտածում էի իսկ ինչ եք կարծում, ով պետք է հայտնվեր իշխանության թիրախում։ Նա, ով իշխանություններին գովերգում է, ասենք տարօրինակ չէր լինի, որ ասենք իշխանության թիրախում հայտնվեին մեր մտավորական, հոգևոր, հասարակական շրջանակի այնպիսի մարդիկ, ովքեր կուրծք պատռելով իշխանության քաղաքականությունն են գովերգում։ Ես կարծում եմ, այդ հարցի պատասխանը շատ հստակ է։ Ես Ծիծեռնակաբերդի ելույթի հետ էլ չեմ կապում դա, ես չեմ կարծում, որ այնտեղ ինչ-որ առանձնահատուկ շեշտադրումներ եմ արել, ես արել եմ այն, ինչին հավատում եմ, արել եմ դա դրանից առաջ, դրանից հետո եւ անելու եմ նաեւ սրանից հետո։ Իսկ ես դա շատ օրինաչափ եմ համարում, իշխանությունները պետքա թիրախավորեն բոլոր այն անձանց, ովքեր չեն կիսում իրենց քաղաքական գիծը եւ ովքեր քննադատում են իրենց։ Հիմա յուրաքանչյուրին թիրախավորելու առանձին ձև են գտել, ինձ էլ այս է վիճակվել։ Դա էլ մեր խաչն է դարձել, մենք մեր խաչը պիտի տանենք։